Վայ մատաղել են դες անի Արոնյան եւ Ստանիլյան Սերգեյ բարը դες սիրելիներս։ Բարելույս սիրելի հերոստատիտող կրկին մենք եթերում ենք, կրկին ձեզ հետ ենք ու առաջիկա 2 ժամերն անցկացնելու ենք բարձր տրամադրությամբ ու արևոտ նպատակներով։ Այո, հերո դրեք հերակառավարման վանակները եւ նայեք մեզ 2 ժամ կլինենք միասին թեյա սուրճա էս այնա, այդպես կզրուցենք։ Եթե չեք ուզում ուշանալ աշխատանքից, ապա զարթուցիչի վրա ինքներդ ձեզ համար մոտիվացնող երկտող գրեք։ Օրինակ Սերգեյը միշտ գրում է վեր կաց, քեզ այսօր մեծ գործեր են սպասում, գալիս է շատ հեռուստաընկերություն եւ մեծ գործեր։ Վեր կաց, այսօր եթերում անին է, դրա համար ես վազելով գալիս եմ ստուդիա, բա։ Ինչեւ այսօր հոկտեմբերի 27-ն է, օրը 5 շաբթի, դա նշանակում է, որ ունենք եւս 2 աշխատանքային օր մինչ երկար սպասված հանգստյան եւ մի ամբողջ կյանք արժևում է։ Տեղափոխվենք Ֆրանսիա։ Գրած։ 30-ից 69 տարեկան ֆրանսիացիների կեսից ավելին տարապում է ավելորդ քաշից։ Ընդ որում նրանց 15%-ի մոտ արդեն ճարպակալում է նկատվում։ այո։ Հետազոտության արդյունքները վկայում են, որ ճարպակալումն այսօր Ֆրանսիայի հասարակական առողջապահության ոլորտի գլխավոր խնդիրներից մեկն է։ Չնայած ֆրանսիացիներից չէի սպասում, ինձ թվում է այդ միայն տարապում են բաները, ամերիկացիները։ Պարզվում է, որ Ֆրանսիա կամաց Եվրոպա էլ է ասում։ Գիտես, ավրացնենք ֆրանսիացիները, գուցե նկատում են Ֆրանսիայի քաղաքացիներին, որոնք երևի ավելի շատ են, քան բնիկ ֆրանսիացիները։ Այ հազի, արա դե խելքը էլի։ Գիտնականները նաև նշում են, որ որովայնային ճարպակալումից Ֆրանսիայում տարապում է տղամարդկանց 42%-ը եւ կանանց 48.5%-ը։ Եթե հիշեք, որ մոտ 200,000 հայ ապրում են դե, Ֆրանսիացի հետազոտողները միաժամանակ պարզել են, որ կա կապ ճարպակալման ու եկամուտների ցածր մակարդակի միջև մեծամասամբ կանանց շրջանում է սա նկատվում։ Միշտ առաջ կարծում են, որ չաղ մարդը դա ասպես սոցիալական կերածխմած, բայց իրականում այդպես չի։ Մարդ գիրանում է, երբ որ ուտում է ամեն ինչ, այսինքն ինչ որ ամեն ինչ ու սխալ։ Ժամանակակից հասարակության մեջ փոխվում են տղամարդկանց եւ կանանց սոցիալական դերերն ու դրանց հետ միասին փոխվում է նաեւ սովորությունները։ Այո, 100 տարի առաջ տղամարդիկ, ասենք, ինչքան խմում էին, միայն տղամարդիկ էին խմող համարվում։ Իսկ հիմա պարզվում է, որ կանայք այդ հարցում արդեն կարելի ասել հասնում են տղամարդկանց եւ ասեմ ավելին, երբեմն նաեւ անցնում։ 100 տարի առաջ անցկացված հետազոտությունը փաստել է, որ տղամարդիկ 2 անգամ շատ ալկոհոլ էին օգտագործում, քան կանայք։ 36 երկրներում ալկոհոլի կիրառման մեր օրերի ուսումնասիրությունն էլ ցույց է տվել, որ կանայք հասել են տղամարդկանց ինչպես ալկոհոլի օգտագործման մակարդակով, այնպես էլ ցավոք դրա հետևանքով առաջացած խնդիրների քանակով։ Ես կարծում եմ կանանց մոտ ավելի շատ խնդիրներ կլինեն, քան տղամարդկանց։ Իրանք ավելի ծանր են տանում կյանքը։ Ամեն ինչ, այո։ Ինչևէ, անցնենք մի փոքր ավելի ջերմ թեմաներին, այժմ կենդանիների մասին կխոսենք։ Ռուսաստանում բացվել է կատուների առաջին սրճարանը, որտեղ երկոտանի այցելուները վճարում են փիսոների հետ շփման համար։ Այո, այնտեղ չի կարելի ծխել, բնականաբար կատուների հետ շփվելու համար պետք է ձեռքի հետ լվանացնոր մտնես, չէ՞։ Բոլոր կենդանիներն ունեն անձնագրեր եւ տեղեկանք բժշկից։ Հյուրերից էլ իհարկե պահանջվում է մինչ նրանց մոտենալը լվացվել։ Սրճարանում չի կարելի նաեւ արթնացնել քնած կատուներին շոյել հակառակ մորթուն հակառակ ուղղությամբ, որովհետև դա նրանց նյարդայնացնում է։ Ինձ էլ է նյարդայնացնում, որ մորթուն հակառակ շոում են։ Այդ ումա դուր գալիս որ Կենդանիներին առաջարկել թեյ կամ թխվածքաբլիթ եւս արգելված է, բարձր խոսել չի կարելի, լուսարձակով սելֆի անել եւս չի կարելի, որովհետեւ նրանց միշտ հնչում է դասական երաժշտություն, որովհետեւ դա հանգստացնում է կատուներին։ Տնային կենդանիները պարզվում է շատ են սիրում լավ երաժշտություն լսել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Կանադայի բնակիչների 53%-ը իրենց չորքոտանի բարեկամներին տանը մենակ թողնելիս անպայման երաժշտություն են միացնում։ Անին էլ այդ երաժշտությունը հանգստացնում, բայց մեն շոպ են լինի առավոտյան, ուրիշ բան միանգամից Շատ բան գիտես քիչ խոսիր Սերգեյ։ Փորձը ցույց է տվել, որ դասական երաժշտությունը հանգստացնում է շներին։ Այն լսելիս կենդանիները քիչ են հաչում։ Ես էլ եմ քիչ հաչում, որ դասական լսում եմ։ Իսկ եթե փորձեք նրանց համար ծանր ռոք միացնել, ապա կնկատեք, թե ինչպես է ավելանում լարվածությունը եւ ագրեսիվությունը։ Միանգամից մեն հաչալ, այո։ Գիտնականները փորձել են հասկանալ նաև, թե ինչ երաժշտություն են հավանում կատուները։ The Daily Mail-ի հաղորդմամբ այդ կենդանիների մոտ ծանր ստրես է առաջացնում հատկապես AC/DC խմբի երգերը լսելիս, իսկ լարային երաժշտությունը նրանց հանգստացնում է։ Այո, սիրելիներ, բազմը որ ռոքը այսպես անհանգստացնում է կատուներին։ Ես ասեմ, որ մեր տատիկներին, պապիկներին նույնպես անհանգստացնում է, որ մենք ծանր ռոք ենք լսում, հա։ Ինչու կապ զգում ես։ Ոչ, այժմ մեր եթերում եւս կլսենք երաժշտություն, հուսանք որ դասական հանգստացնող ու շատ հաճելի։ Հուսանք որ AC/DC ալնելով։ Տեսնենք։ Ինձ միշտ հետաքրքրում է այդ տեսողովակը։
նկարելիս ինչ են ծխել այս տղեկը։ Դասական չէր ստեղծագործությունը, ինչպես մենք կարծում ենք, սակայն եւս շատ հանգստացնող եւ խաղաղություն, սյուրռեալիստական, այսպես ասած։ Եվ խաղաղություն, այսպես Խաղաղություն։ Լուրեր աշխարհից։ Աշխարհում յուրաքանչյուր 10 կանանցից 4-ը վախենում է, որ կարող է աշխատավայրում խտրականության զոհ դառնալ։ Սերգեյ, այս մասին գրում է The Guardian-ը, պատկերացնում եք։ Պատկերացնում ես անի։ Ըստ հարցման մինչև 21 տարեկան երիտասարդ կանանց 41%-ը կարծում է, որ իր աշխատանքային իրավունքները եւ ազատությունները խիստ վտանգված են եւ այդ գործոն ազդում է մասնագիտական աճ ունենալու այսպես վրա։ Ես կարծում եմ կնոջ ցելը շատ բան կախված է, թե նա չգայթակղի գործատուին, այսպես ասած, եւ միշտ պարկեշ, գեղեցիկ, անի նման սառ դեմքով, ասեն գա աշխատակի, երբեք Ես կասեի անհաղորդ դեմքով։ Անհաղորդ ոտնձգություն չի լինի ոչ մի այ քեզ բան։ Ընդ որում երիտասարդ տղամարդկանց միայն 4%-ն է կարծում, որ կարող է աշխատավայրում խտրականության այս կամ այն ձևի հետ բախվել։ Հայա մենք ինչ բախվենք, մեծ տենայելը։ Տղաների մոտ 20%-ը համարում է, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները ակնհայտ առավելություններ ունեն աշխատանքի ոլորտում, ինչը նրանց թույլ է տալիս ավելի շատ վաստակել, քան գործընկեր կանայք։ Անազնիվ է։ Հետազոտությունը նաև Անազնիվ է, բա ինչ է, այս աղջիկը տեսեք ոնց է աշխատում, ոնց, բայց ես մի 10 անգամ ավելի շատ եմ ստանում։ Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ 18-ից 24 տարեկան աղջիկների կեսից ավելին սեռական ոտնձգությունների է ենթարկվել աշխատավայրում։ Չգիտեմ, Ես էլ եմ ենթարկվել մի քանի անգամ սեռական ոտնձգությունների, մտնում ես թե չէ, ինչ որ ուրիշ ձև են նայում վրետ, այ քեզ բան։ Նման խնդրի հետ բախված մարդիկ վստահեցնում են, որ իրավիճակը շտկելու միակ ելքը ընկերությունների գոնե ենթաբաժիններում կին ղեկավարներ ունենալն է։ Չգիտեմ, Անի ջան, ամեն ինչ մարդուց է, ամեն ինչ մարդուց։ Եվ մի փոքր իրավիճակներից։ Դե իհարկե, հա։ Այո։ Երեք հայտնի դարձավ Սաուդյան Արաբիայում 2 ժամվա կյանք ունեցող ընտանիքի տրոհման պատմությունը սոցցանցերում կնոջ հրապարակած հարսանեկան լուսանկարների պատճառով։ Ավելի վաղ արաբ ամուսինը ամուսնալուծվել է այն բանից հետո, երբ լողափում տեսել է իր կնոջն առանց դիմահարդարման եւ հայտարարել է, թե խաբված է։ Այնպես որ սիրելի հայ կանայք գնահատեք ձեր ամուսիններին, ովքեր ասում են կարճ շրջազգեստ մի հակիր, բացվածքներով զգեստ մի հակիր, դրանք պարզապես խնայում են ձեզ։ Ներքի հետ կան քսել, այո, բայց ոչ չեն բաժանվում, իրենց զգուշացնում են։ Անդրադառնանք արաբական ամուսնալուծությունների այլ թեմաներին, մինչ օրս ավելի տարօրինակ պատճառներին։ Մի մարդ բաժանվել է այն պատճառով, որ կինը միայնության մեջ համարձակվել է տղամարդ հաղորդավարի մասնակցությամբ հեռուստահաղորդում դիտել։ Խանդոտ ամուսինը դա անցալել է որպես դավաճանություն եւ հրաժարվել է կնոջից։ Այդ օրվանից Սերգեյը մի ամբողջ ամիս եթե դուրս չեկա, որովհետեւ նա էր։ Քուվեյթում ամուսինը ապահարզան է պահանջել այն բանից հետո, երբ կինը հրաժարվել է մի բաժակ ջուր բերել իրեն, հիշեցնելով, որ դա իր պարտականությունը չէ եւ տանը աղախին կա։ Դա Սաուդյան Արաբիայի մի ընտանիք էլ բաժանվել է անհաջող կատակի պատճառով։ Կինն ամուսնուն ասել է, թե իր հոր ուխտին ավելի շատ է սիրում, քան կողակցին։ Ես եկը բաժանվի, այ քեզ բան, մի հատ ուղ չարժենք։ Բայց ես մեզ ինչ լավ ուխտիկ է եղել, ջերմակիրով Ես գիտեի, որ դու կենթանիների հանդեպ անառողջ ես, ինչ որ տենց վերաբերմունք ունես։ Քանի դեռ ուշ չէ, այժմ պատմենք աշխարհի այն վայրերի մասին, որտեղ դարեր շարունակ ապաստան են գտել լարված եւ գայթակղություններով լի կյանքից հոգնած աշխարհականները եւ հոգեվորականները։ Ուղղակի շուրջ էջի այսօրվա թողարկումը նվիրված է զարմանալի մենաստաններին։ Գնացինք լավ, գնացինք դա։ Մեկուսի ու խորհրդավոր հնամենի ու սրբազան։ Աշխարհի ամենախորհրդավոր ու անհասանելի մենաստանների մասին հաջորդ թիվ։ Աշխարհի ամենատպավորիչ ու խորհրդավոր մենաստաններից մեկի հետքերը տանում են դեպի Երուսաղեմ, Վադի Կելթովիդ։ Ժայռեղեն բարձունքին ծվարած Սուրբ Գևորգի ուղղափառվանքի մասին հիշատակվում է դեռևս 4-րդ դարի պատմական աղբյուրներում։
Վարդապետների փոքրաթիվ մի խումբ մարգարեների նման հաստատվել են այս քարայրներում։ Նրանք հավատացած էին, որ Եղիա մարգարեին այստեղ կերակրել են ագռավները։ Մենաստանը հիմնադրել է Հովանես Թեբեցին մոտ 480 թվականին, իսկ 6-րդ դարում այն արդեն կարևորագույն հոգևոր կենտրոն էր։ 614 թվականին Մենաստանն ավերում են պարսիկները եւ սպանում այստեղ ապրող 14 վանականներին։ Լքված Մենաստանում միայն դարեր անց 1179-ին խաչակիջներն են իրականացնում որոշակի վերականգնողական աշխատանքներ։ 1878 թվականին Սուրբ Գևորգի Մենաստանում հաստատվում են հույները ու վերակառուցում վանական համալիրը։ Աշխատանքներն ավարտվում են 1901 թվականին։ Այսօր այն այդ տեսքով ներկայանում է աշխարհին։ Տեղափոխվենք Թուրքիա, Տրապիզոն քաղաք։ Կրաքարե ժայռին ծվարած զարմանահրաշ հայտնի սրբավայրը կառուցվել է 4-ից 5-րդ դարերում։ Մենաստան Սումելլա։ Հունական հնաշունչ Մենաստանի հիմնադիրը համարվում է կուսակրոն Բարնաբասը, սակայն արաբների ավերիչ արշավանքներից հետո փլուզված Մենաստանը կրկին կյանքի է կոչվել 6-րդ դարում։ Բյուզանդական ժամանակաշրջանի Մենաստանը տրապիզոնյան կայսրության ժամանակահատվածում շարունակաբար արժանացել է կայսրերի բարեհաճ վերաբերմունքին, դարձել ամենահարուստն ու ազդեցիկը ողջ Պոնտոսում։ Սակայն Սումելլա Մենաստան իր ծաղկման գագաթնակետին է հասել 18-ից 19-րդ դարերում։ Բարձրադիր Մենաստանը կարևորագույն սրբավայրերից էր ոչ միայն հույների, այլև ողջ քրիստոնյա աշխարհի համար, թեև դա այնքան էլ Թուրքիայի սրտով չէր։ Ինչևէ, զբոսաշրջիկների այցելություններից բացի Թուրքիայի իշխանությունների համաձայնությամբ տարին մեկ անգամ հունական Մենաստանը բաց է աղոթքի ու պատարագի համար։ Աշխարհի միակ կախովի Մենաստանը։ Սյուանկունսի, այսինքն կախովի տաճար։ Չինաստանի հնագույն հրաշալիքներից մեկը տեսնելու համար պետք է գնալ Շանսի նահանգ։ Հենց այստեղ Դատոնգ քաղաքի մերձակայքում Հենշան սրբազան լեռան վրա է կառուցված խորհրդավոր Մենաստանը, որը կանգուն է 491 թվականից ի վեր, ավելի քան 1520 տարի։ Չինացիները հավատացած էին, Սուրբ Լեռն օժտված էր գերբնական պաշտպանիչ ուժով, հետևաբար մոտ 75 մետր բարձրությունից թվում է կախ ընկած Մենաստանը մշտապես պաշտպանված կլիներ ջրհեղեղներից ու փոթորիկներից, այդպես էլ եղավ։ Կախովի տաճար համալիրի տարածքում հաշվում է մոտ 40 սրահ։ Սուրբ ու խորհրդավոր պատերի ներսում պահվում են սրբապատկերներ և շուրջ 80 պղնձաձույլ, քարե ու կավե քանդակներ։ Կանգ առնենք չքնաղ Հունաստանում։ Հնաշունչ ու խորհրդավոր Մենաստանների հետքերը տանում են դեպի Թեսալիայի լեռներ, Կալաբակա քաղաքի մերձակայք։ Մետեորա, այսինքն օդում ճախրող։ Տասներորդ դարից մինչ օրս գործող 6 ուղղափառ վանքերը տեղակայված են ծովի մակերևույթից մոտ 600 մետր բարձրության վրա գտնվող ժայռերի գագաթներին։ Դրանք կազմավորվել են մոտ 60 միլիոն տարի առաջ և համարվում են եզակի երկրաբանական գոյացություններ։ 1988-ից համաշխարհային ժառանգության նմուշ համարվող Մետեորա Մենաստանների առաջին ճգնավորը համարվում է Ոմն Վարնավան, որը 950-ից 970 թվականներին կառուցել է Սուրբ Հոգու Մենաստանը, ապա հաջորդաբար կառուցվել են մյուս Մենաստանները։ Մոտ 3 դար շարունակ Մենաստաններում կյանքը խաղաղ է եղել։ 13-րդ դարում սկսվել են խաչակիջների, թուրքերի ու ալբանացիների արշավանքները, Թեսալիան գրավելու նկրտումներով։ Մինչ օրս գործող օդում ճախրող Մենաստանների ծաղկման շրջանը համարվում է 16-րդ դարը։ Ահա այսպիսի սրբազան ու խորհրդավոր կառույցներ։
Ահազան կառույցներից անցնենք Աշխարհիկ գովազդի կոմերցիոն դադարի եթերում։ Վերադարձանք։ Այժմ առաջարկում ենք հասկանալ, թե ինչ եղանակային պայմաններ ենք այսօր ունենալու Երևանում եւ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում։ Հենց հիմա կմիանանք մեր Նորա Սամվելովնա։ Այո, մեզ կօգնի Նորան, բարի լույս, Նորա։ Բարի առավոտ։ Նորա Սամվելովնա ջան, ինչպե՞ս եք։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Ես ջայնամ, դուք լավն եք, ես արդեն ապրեպրծել եմ բալես։ Ինչ եղանակ է մեզ սպասում, ձյունն արդեն եկել է, կիսատ պրատը եկել, էլի է գալու։ Ձյունը այսօր կիսատ պրատ է գալու, որոշ մարզերում միայն։ Դա լավ է, էլի։ Լավ, լսենք ավելի մանրամասն։ Ձյունն արդեն հասցրել է հանկարծակի բերել շատերին, սակայն այսօր այն տհաճ անակնկալներ չի պատրաստել։ Տեղումների պետք է սպասել միայն մի քանի մարզում եւ Արցախում, որտեղ կանխատեսվում է նաեւ անպամացություն։ Ստեփանակերտում ցերեկն այսօր կգրանցվի 7 աստիճան տաքություն, գիշերը 0։ Արդեն ամբողջովին ճերմակ Սյունիքի մարզում այսօր նույնպես չենք տեսնի աշնանային գույներ, որոշ հատվածներում կդիտվեն թույլ տեղումներ։ Ցերեկն այստեղ կգրանցվի 5-ից 10, գիշերը 3 աստիճան ցրտից, նույնքան աստիճան տաքություն։ Տեղափոխվենք Վայոց Ձոր, այդ ծանր անձրևանոցը վերջապես կարող եք հանել պայուսակից, այն այսօր պետք չի գա։ Ցերեկն այստեղ կգրանցվի 4-ից 14, գիշերը 7 աստիճան ցրտից, 4 աստիճան տաքություն։ Նման եղանակային պայմաններ կդիտվեն նաև Գեղարքունիքի մարզում, այստեղ կանխատեսվում է փոփոխական անպամացություն, իսկ ջերմաստիճանը անփոփոխ է։ Ցերեկը 5-ից 6 աստիճան տաքություն, գիշերը 2-ից 5 աստիճան ցուրտ։ Կոտայքի մարզում տեղումները չեն շրջանցի միայն նախալեռները, ցերեկն այստեղ կգրանցվի 6-ից 10, գիշերը 5-ից 1 աստիճան տաքություն։ Այսօր բավական ցուրտ կլինի նաև Արարատյան դաշտում, սակայն ցրտահարության վտանգ չկա։ Արարատի մարզում ցերեկը կգրանցվի 12-ից 13, գիշերը 2-ից 3 աստիճան տաքություն։ Ջերմային ֆոնը նույնը կլինի Արմավիրի մարզում, ցերեկը 12-ից 13, գիշերը 3 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզում աշխատանքային չորեքշաբթին նույնպես առանց տեղումների կանցնի։ Այստեղ ցերեկը կգրանցվի 5-ից 11, գիշերը 4 աստիճան ցրտից մինչև 3 աստիճան տաքություն։ Տավուշում եղանակն այսօր խոստանում է անպամացություն եւ մառախուղ, սակայն համոզված եմ, որ աշխատանքի պետք է շտապեք բարձր տրամադրությամբ։ Ցերեկային ժամերին այստեղ կգրանցվի 4-ից 7 աստիճան տաքություն, գիշերը 0-ից 4 աստիճան ցուրտ։ Այսօր տաք հագուստ եւ անձրևանոց պետք կգա նաեւ լոռեցիներին։ Ցերեկն այստեղ կանխատեսվում է 3-ից 4 աստիճան տաքություն, գիշերը 3-ից 6 աստիճան ցուրտ։ Տեղումներն այսօր կշրջանցեն Շիրակի մարզը, սակայն ջերմաստիճանի էական փոփոխություններ չեն կանխատեսվում։ Ցերեկը սպասվում է 4-ից 6 աստիճան տաքություն, գիշերը 3-ից 7 աստիճան ցուրտ։ Մայրաքաղաքում ջեռուցման ծախսատար ուրբաթը շաբաթից շուտ եկավ եւ դեռ չի էլ պատրաստվում հեռանալ։ Շենգավիթում եւ կենտրոնում ցերեկը կգրանցվի 13, գիշերը 3, Ավանում ցերեկը 11, գիշերը մինչև 1 աստիճան տաքություն։ Եղանակի մասին այսօր այսքան է, խոսքը փոխանցեմ գործընկերներիս Անի, Սերգեյ։ Շնորհակալություն Նորա, քեզ ցանկանում ենք հաճելի աշխատանքային 5 շաբթի եւ անցնում առաջ։ Այո։ Ինչ հանդիպում։ Ինչ հանդիպում։ Նորային անպայման հանդիպենք վաղը, իսկ մեզ այդ հարկադրված է շփվել դեռ մոտարապես 1.5 ժամ։ Հետիպես դիմացեք։ Եվ այս պահին նաև հիշենք մեր գործընկերոջը։ Մեր հաղորդման հավանավորն է Դելտա կլինիկ բժշկական կենտրոնը, որտեղ ձեզ սպասվում են հաճելի անակնկալներ զանազան ակցիաների տեսքով։ Այցելեք Դելտա կլինիկ եւ կատարեք 4D սոնոգրաֆիա, սրտի էխոկարդիոգրամա զեղչված գներով, իսկ վահանաձև գեղձի եւ ճիճվակրության հետազոտությունը կարող եք կատարել անվճար։ Ուշադրություն, մինչև նոյեմբերի 10-ը բոլոր օրգան համակարգերի համակարգչային ֆունկցիոնալ ախտորոշումը անվճար է առանց տարիքային սահմանափակման։ Դելտա կլինիկ զանգահարեք 500-560 եւ գրանցվելուց հետո ստացեք որակյալ բուժում։ Իսկ առողջության թեման այժմ կշարունակի օրվա դեղատոմսն իր առողջարար խորհուրդներով։ Գրացիք։ Բարի լույս, ըստ վիճակագրական տվյալների վերջին տարիներին աշխարհում կանանց մոտ նորագոյացությունների առաջացման դեպքերը կրկնապատկվել են։ Պատկերը Հայաստանում եւս նմանատիպ է։ Որն է պատճառը եւ ինչպիսի նորագոյացություններ են տարբերակում, պարզենք Դելտա կլինիկ բժշկական կենտրոնի բժիշկ մասնագետ Անյուտա Գևորգյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կանանց շրջանում մեծ տարածում ունի ձվարանի նորագոյացություններն ու առհասարակ նորագոյացությունները։ Ինչպիսին են դրանք լինում, արդյոք վտանգավոր են, չարորակ են, բարորակ են։
Ինչպես բոլոր հիվանդությունները, այնպես էլ կանանց մոտ ձվարանների նորագոյացությունները իրենց աճով բավականին առաջընթաց են նկատվում։ Լինում են ձվարանների նորագոյացությունները բարորակ եւ չարորակ։ Բարորակները կարող են լինել սովորական ֆոլիկուլյար կիստաներ, տերատոմաներ, դերմոիդ կիստաներ, որոնք իծնե կարող են լինել, բայց հայտնաբերվել կյանքի ցանկացած փուլում, ցանկացած տարիքում եւ էնդոմետրիոիդային կիստաներ, իսկ չարորակների մեջ դրանք հյուսվածքային բնույթ ունեցող կիստաներն են, որոնք արդեն հանդիպում են բավականին հասուն տարիքում, 40-ից 60 տարեկանում։ Մինչդեռ բարորակները կարող էին հանդիպել ավելի երիտասարդ տարիքում։ Այո, երբ աղջիկների մոտ սկսվում է սեռահասուն փուլը, այսինքն երբ աղջիկ երեխան սկսում է տեսնել դաշտանային ցիկլ, մենք արդեն ունենում ենք ձվարանային ակտիվություն։ Ձվարաններում հասունանում են ֆոլիկուլներ եւ ցանկացած հորմոնալ խախտման դեպքում յուրաքանչյուր ցիկլի ընթացքում կարող է զարգանալ ֆոլիկուլյար կիստա։ Մենք խորհուրդ ենք տալիս, ուրեմն հաճախակի հետազոտվել, նախ կա սկրինինգային դեռահասների մոտ կա սկրինինգային հետազոտություն փոքր կոնքի խոռոչի օրգանների, երբ հայտնաբերվում են դեռահաս աղջիկների մոտ վաղ փուլում հայտնաբերվում են խնդիրներ, այն խնդիրները, որոնք կարող են կապ ունենալ փոքր կոնքի խոռոչի օրգանների հետ, այդ թվում նաև ձվարանների։ Թե ինչ վտանգներ կարող է պարունակեն չարորակ նորագոյացությունները, պատկերացնում ենք մոտավորապես, իսկ այդ բարորակները ինչ վտանգներ են պարունակում։ Բարորակների առումով վտանգը կայանում է նրանում, որ ֆոլիկուլյար կիստաները կարող են ունենալ բավականին մեծ չափեր։ Չնայած իրենք ունեն թաղանթ, պարունակում են հեղուկ բնույթի պարունակություն եւ ակտիվ սպորտային այդ միջոցառումների, սպորտով զբաղվելու, ֆիզիկական ծանրաբեռնության ժամանակ կարող է լինել կամ թեկուզ առանց որևէ պատճառի կարող է լինել պատռում եւ այդ պարունակության, ինչպես նաեւ միաժամանակ կարող է պատրվել անոթ, որի ժամանակ այդ պարունակությունը եւ արյունը լցվում է որովայնի խոռոչ։ Երբ արկա է նորագոյացությունը, գանգատները հիմնականում որոնք են։ Կամ ցավեր, չգիտեմ, գուցե սրտխառնոց։ Սովորաբար ձվարանների նորագոյացությունների պարագայում կլինիկան համր է լինում, այսինքն մենք առանձնապես գանգատներ չենք ունենում, մինչև ունենում ենք ծավալի մեծացում, ճնշում որևէ նյարդար մատի վրա։ Այսինքն միայն հերթական ստուգման արդյունքում կարող են բարձրանալ։ Այո, ցանկալի է հաճախակի հետազոտություններ, հատկապես հասուն տարիքում, հետ կլիմակտերիկ տարիքում, դրա համար մենք խորհուրդ ենք տալիս հաճախակի գոնե տարվա մեջ 1-2 անգամ կատարել պրոֆիլակտիկ կանխարգելիչ բնույթի հետազոտություն։ Իսկ համադրելի է հղիություն եւ նորագոյացություններ։ Համադրելի է այն առումով, որովհետև մեծ մասամբ կինը երբ հղիանում է, ցավոք մեր մոտ դեռևս չկա այն էտիկետը, այն կուլտուրան, երբ կինը երբ պլանավորում է իր հղիությունը, դրանից առաջ լիարժեք հետազոտությունների փուլ անցնել։ Եվ արդյոք այդ նորագոյացությունների դեմ պայքարելու մեթոդ կարելի է համարել միայն դեղորայքայինը։ Եթե ժամանակին է։ Ոչ, քանի որ կնոջ վերաարտադրողական այդ համակարգը իրականում բնության կողմից ստեղծված է սերունդ տալու համար, բնությունը շատ իմաստուն է, շատ խելացի է։ Հղիությունները, կրծքով կերակրումը նպաստում են, կանխարգելում են ավելի ճիշտ ձվարանների նորագոյացությունների առաջացմանը։ Իսկ երբ արդեն կան, գոյություն են դեղորայքային եւ վիրահատական միջամտություններ, միջոցառումներ, որոնց միջոցով կարելի է փրկել կնոջ կյանքը։ Շնորհակալություն, այսպիսով ցանկացած հիվանդություն մեզնից նախ եւ առաջ պահանջում է ուշադրություն եւ տեղեկություն։ Վերջինիս հարցում մենք ձեզ օգնում ենք յուրաքանչյուր աշխատանքային առավոտ, այնպես որ բաց մի թողեք մեր տեղատոմսերը։
Ասիելներս մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի դուք առողջ լինեք, որովհետև ինչքան առողջ եք, այնքան մեզ շատ կնայեք։ Ուղիղ 65 տարի առաջ 1951 թվականի հոկտեմբերի 27-ին Կանադայում առաջին անգամ փորձարկեցին ճառագայթման ազդեցությունը քաղցկեղով հիվանդների բուժման մեջ։ Ի դեպ, այսօր կանանց շրջանում գրանցվող օնկոլոգիական հիվանդությունների թվում առաջինը կրծքագեղձի քաղցկեղն է։ Այն կազմում է բոլոր դեպքերի 16%-ը եւ հանդիպում է տարիքային բոլոր խմբերի մոտ։ Մեր եթերների ընթացքում մենք շատ հաճախ ենք խոսել այդ խնդրի մասին եւ միշտ հորդորել են կանանց տարին գոնե մի անգամ անպայման անցնել մամոգրաֆիա։ Վիճակագրության համաձայն յուրաքանչյուր 8-րդ կին ենթարկվում է այդ ախտորոշումը ստանալու ռիսկին։ Ի դեպ, հոկտեմբեր ամիսը ողջ աշխարհում նաև Հայաստանում հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։ Սակայն կանայք շատ հաճախ վախենալով ժամանակին չեն դիմում հետազոտության, այնինչ 35 տարեկանից բարձր յուրաքանչյուր կին տարեկան գոնե մեկ անգամ պետք է հետազոտվի։ Ես կարծում եմ ջայլամի քաղաքականություն տվյալ դեպքում բացարձակ արդարացված չի, անտեղին է, որովհետև ի վերջո եթե ունեք, ապա ունեք, ավելի լավ չէ, որ դա շուտ իմանաք եւ կանխեք։ Ի վերջո պետք է հիշել, որ քաղցկեղը դեռևս դատավճիռ չէ եւ դրանից խուսափելու լավագույն ձևը կանխարգելումն է։ Այո, մենք բազմաթիվ դեպքեր գիտենք, երբ որ կանայք ժամանակին հետազոտվել են, հետո երջանիկ ապրել են։ Այսպիսով հրաշքով փրկված մի աղջկա պատմություն է ներկայացնում մեր հաջորդ տեսանյութը։ Դիտենք ու վերադառնանք։ Խնդրեմ։ Նա Անի Հայկունին է, մեր կողքին ապրող սովորական աղջիկներից մեկը, ում կյանքը սակայն արտասովոր ընթացք պիտի ունենար։ 2 մասնագիտություն, 2 աշխատանք, դեպի Օքսֆորդ տանող նպատակներ, քննություններ, ընդունելություն։ Ընդունվեց, բայց մինչև կհասներ Օքսֆորդ, ճանապարհը շեղվելու էր դեպի հիվանդանոց։ 2015 թվականի հուլիսն էր, նույնիսկ օրը շատ լավ հիշում եմ, հուլիսի 17-ն էր։ Գնացի հայ-ամերիկյան առողջության կենտրոն, այնտեղ սոնոգրաֆիա անցա եւ այլն, դրանից առաջ մոտ մեկ շաբաթ ձեռքի շրջանում ցավեր ունեի։ Որոշ տեսար անցնելուց հետո ինձ ասացին, որ քեզ մոտ բավական ագրեսիվ, բարձր ագրեսիվության քաղցկեղ է, կրծքագեղձի քաղցկեղ։ Ես էլ ասում եմ, բայց ես նպատակ ունեմ, ես պետք է մեկնեմ, պետք է գնամ Օքսֆորդ, պետք է շարունակեմ, մի խոսքով դրա ժամանակը չի հիվանդ լինելու։ Օքսֆորդն իմացավ, որ ինձ մոտ այսպիսի խնդիր կա, պահեց տեղս ու ասեց հենց առողջանաս մենք քեզ սպասում ենք։ Էմոցիոնալ պահեր բնականաբար եղել են, հատկապես երբ որ ընկերներիս հետ խոսեցի, իրենք կարծում են որոշներն ավելի դժվար տարան, քան թե ես։ Իմ խնդիրը մենակ իմ խնդիրը չէր։ Այնպեսի տպավորություն էր, որ դա բոլորինն էր, որ բոլորն ինձ հետ պայքարում են, իմ պայքարը նաև իրենց պայքարն էր։ Նրանք ամենաշատ կարիք ունեն հոգեբանական աջակցության և ֆինանսական աջակցության, որովհետև ցավոք սրտի դեպքեր շատ են և շատ դեպքերում բուժումը թանկ է ու երբեմն հնարավոր չի լինում փակել այդ ծախսերը։ Ես նկատեցի, որ կան շատ մարդիկ, ովքեր որ դատում են արտաքին տեսքից ելնելով։ Մարդիկ մտածում են, որ քաղցկեղ ունես, ուրեմն դու չես կարող լիարժեք մարդ լինել այլևս։ Չեն եղել մտքեր նրա հետ կապված, որ ինչի իմ հետ պատահեց այս ամենը։ Ինչի եմ ես հիմա այսպիսի վիճակում, կամ օրինակ այն ժամանակ, երբ որ ես մազ չունեի, ինչի ես մազ չունեմ, իսկ օրինակ աղջիկներ կան, ովքեր որ գեղեցիկ մազեր ունեն եւ այլն եւ այլն։ Բացարձակ նման մտքեր իմ մոտ չեն եղել։ Երբեք չեմ նախանձել այդ ընթացքում ուրիշներին, չեմ չարացել, սկսեցի նկարել։
Շատ հետաքրքիր է, որ ամեն քիմիաթերապիա ամեն կուրս ստանալուց հետո նույնիսկ սկսում էի նոր նկար, նոր կտավի վրա աշխատել։ Այդ ընթացքում 6 կտավ վերջացրեցի։ Այստեղ կարելի ասել ես ինձ եմ ներկայացրել։ Իմ մազերը շատ երկար են եղել, բավական գեղեցիկ մազեր ունեի, նկարի այս կեսը ցույց է տալիս ինձ։ Մեկ տարի բուժումն անցնելուց, վիրահատություններն ունենալուց հետո վերջերս, երբ որ գնացի, այսպես ասած, հիմնական ու կարևոր հետազոտության, երբ որ ինձ ասացին, որ իմ մոտ ամեն ինչ լավ է, որ ես կարող եմ վերադառնալ արդեն նորմալ կյանք, ակտիվ կյանք վարել, ուրախ միևնույն ժամանակ այնպես հանգստացնող րոպեներ էին կարելի ասել, որովհետև իրոք շատ երկար, մեկ տարին բավական երկար ժամանակ է։ Բոլոր դժվարությունների միջով անցնելուց հետո հասկանում ես, որ այդ ամենը հետևում է արդեն։ Կարող ես առաջ գնալ։ Կյանքն ավելի հետաքրքիր իմաստ է ձեռք բերել։ Շատ մանրուքների վրա ես ուշադրություն չդարձնեմ։ Մի բան, որ կարող են ընդդրել շատ մարդիկ դրանից նեղանա, վիրավորվեն կամ չէ ցավ ապրեն, որովհետև ինձ համար ես ավելի այսպես լայն մասշտաբով եմ նայում կյանքին, ինձ համար արժեքները մի քիչ այլ են, որովհետև իրական կյանքն այնքան լավ բան է, որ անհրաժեշտություն չկա ու պետք չի մանրուքների վրա ուշադրություն դարձնել, պետք է գնահատել այն, ինչ որ մարդ ունի։ Ես շատ երջանիկ եմ։ Մարդիկ ինձ երբեմն հարցնում են կուզեիր, որ այս մեկ տարին քո կյանքում չլիներ։ Ես ասում եմ ոչ, ես ճիշտ է, այս մեկ տարին բավական դժվար տարի էր։ Մեծ դժվարությունների միջով անցանք, բայց միևնույն ժամանակ ես ինձ շատ երջանիկ եմ զգացել։ Այնքան մարդկանցից եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ իմ ընտանիքին, ընկերներին, եւ շնորհակալ եմ նաեւ իմ ֆիզիկին եւ շունիկին, ովքեր որ քիմիաների ժամանակ միշտ պետք է իմ հետ լինեին։ Մեր նկարահանումից մի քանի ժամ հետո Անին մեկնեց Օքսֆորդ։ Հիմա արդեն Օքսֆորդի ուսանողուհի է, նաև հիմնել է Անի Հայգունի քաղցկեղի բուժման եւ աջակցման հիմնադրամը, օգնելու բոլոր նրանց, ովքեր բախվել են այս մահաբեր խնդրին։ Հիվանդության ստուգումը, բուժումն ու կանխարգելումը ավելի հասանելի դարձնելու համար։ Իսկ բուժման խնդիր ունեցողներն այսօր Հայաստանում շատ են, աջակցողները դեռ քիչ։ Իրինա Մկրտչյան, Արտակ Մարտիրոսյան, Առավոտը Շանթում։ Հիվանդությունը մարդկանց համար է, այո, մարդ հիվանդանում է, բայց եթե ժամանակին իմանանք, որ մենք հիվանդ ենք, մենք ավելի հեշտ կտանենք այդ հիվանդությունը եւ կբուժվենք։ Գիտեք, մենք այսօր դրա մասին դեռ կխոսենք։ Այո, կարճատև կոմերցիոն դադարից հետո կշարունակենք թեման մասնագետի հետ։ Այսօր կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման եւ բուժման մասին խոսելու ենք Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու դոցենտ Անի Հակոբյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շատ ակտուալ թեմա է մեզ բոլորիս համար, նաեւ տղամարդկանց համար, որտեղ Եվ շատ ցավալի։ Հոկտեմբեր ամիսը, ինչպես ասացինք, ողջ աշխարհում, նաև Հայաստանում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի մեկամսյակ։ Ինչ պատկեր մենք ունենք Հայաստանում, որովհետև ողջ աշխարհում, եթե չեմ սխալվում, կրծքագեղձի քաղցկեղը առաջին տեղում է, հա, քաղցկեղների մեջ, այսինքն շատության առումով։ Այո, ինչով է դա պայմանավորված, որ հենց առաջինը դա է։ Եվ մեզ մոտ որ տեղում է։ Կրծքագեղձի քաղցկեղը իսկապես ամբողջ աշխարհում համարվում է լուրջ խնդրեմ, որովհետև կնոջ մահացության հարցում
դպրոցում գրավում է երկրորդ տեղը, իսկ որպես հիվանդություն, չարորակ հիվանդություն ամենահաճախ հանդիպող հիվանդությունն է։ Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը Հայաստանում այնպիսին են, ինչպես ամբողջ աշխարհում, այսինքն մենք էապես չենք տարբերվում աշխարհի ցուցանիշներից, բայց խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում հետաքրքիր է երիտասարդ դեպքերի քանակությունը, որովհետև ցավոք սրտի մենք գրանցում ենք քաղցկեղ 24 տարեկան, 25 տարեկան, 30 տարեկան կանանց շրջանում, որը իհարկե հետաքրքրություն է առաջացնում մեր եվրոպացի եւ ամերիկացի գոլեգաների շրջանում։ Ինչով կբացատրեք դա, ինչի է երիտասարդացել այդքան։ Պատճառները շատ բազմաթիվ են եւ չկա կոնկրետ մի օրինաչափություն, որի վրա կարելի է հիմնվել եւ բացատրել ինչու տվյալ մայրը օրինակ երկու երեխաների մայր 28 տարեկան աղջիկ ստացավ կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշումը։ Ապրում է նորմալ կյանքով, սոցիալական նորմալ պայմաններում, չունի ոչ մի լուրջ խնդիր, բայց ունի կրծքագեղձի քաղցկեղ։ Ցավալին այն է, որ չկա հստակ պատճառականություն։ Պատճառները բազմաթիվ են, բայց հստակ որևէ պատճառ չունենք։ Բայց բժշկությունը չէ, որ այդքան զարգանում է եւ մենք օր-օրի նոր դեղամիջոցներ, նոր այսպես ստուգման սարքեր եւ այլ ունենում ենք։ Միթե այս հիվանդությունը, իսկ հիվանդությունները շարունակում են երիտասարդանալ, հա, այսինքն կարծես թե մեկը մեկի հետ պայքարում է։ Միթե հնարավոր չի դրանք ի վերջո վերացնել, որպեսզի փոքր ժամանակ մարդ հասկանա, որ չի ունենալու օրինակ 40 տարեկանում այդ խնդիրը, կամ ունենալու է եւ անցնի ինչ-որ մի բուժում, որ հետո չզարգանա, չլինի ոչ թե մեկ էլ փաստի առաջ կանգնի։ Այս խնդիրը եթե քննարկելու լինեինք 5 տարի առաջ, մոտեցումները լրիվ այլ էր։ Այժմ վստահորեն կարելի է ասել, որ կրծքագեղձի քաղցկեղը այլևս մահացու դատավճիռ չէ։ Առավել եւս, եթե այն հայտնաբերվում է վաղ փուլում, իսկ այսօր մենք ունենք հնարավորություն նույնիսկ հայտնաբերելու այն նախաքաղցկեղային փուլում։ Եթե հիմնադրման սկզբից կենտրոնի մենք գործ էինք ունենում քաղցկեղի բարձիթողի դեպքերի հետ, ապա այժմ մեր խնդիրը հայտնաբերել քաղցկեղը նախաքաղցկեղային փուլում։ Գիտեք, քանի որ իսկապես դա լուրջ խնդիր է, էպիդեմիայի նման մի բան է ձեր ասելու, որովհետև առաջի տեղում է մասսան բարձր մակարդակ եւ այլն, չկա որևէ պետական ծրագիր, որ դա լինի պետ պատվերով, որ դա լինի ոչ թե ստիպողաբար, բայց խրախուսվի եւ մարդիկ չմտածեն այն իրենց առանց այդ էլ քիչ աշխատավարձի, ասենք 1/4 կամ 1/3 տան, որպեսզի ստուգվեն, հա։ Սա քանի որ աշխարհի խնդիր է, ուստի ամերիկյան քաղցկեղի ասոցիացիան մշակել է հատուկ ուղեցույց, համաձայն որի աշխատում են բոլոր նորմալ ստանդարտներով աշխատող կլինիկաները եւ պարտադրում են անցնել հետազոտություն։ Իհարկե, տարբեր երկրներում, զարգացած երկրներում արկա է պետական ծրագիր, պետական կանխարգելիչ կամ սկրինինգ ծրագիր։ Հայաստանի Հանրապետությունում 1997 թվականից հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հիմնադրմամբ, այն ժամանակ մամոգրաֆիայի կենտրոն, հիմք դրվեց կրծքագեղձի կանխարգելիչ հետազոտություններին։ Այն ժամանակ Հայաստանում դեռ կատարվում էին հատուկենտ ուղղակի հին սարքերով հետազոտություններ, որ անվանել կանխարգելիչ չէր կարելի, եւ սկսվեց այդ ծրագիրը եւ հայ կինը հասկացավ, որ առանց գանգատի պետք է գալ հետազոտության։ Պատկերացրեք, կնոջը պարտադրում ես անցնի հետազոտություն, եթե ինքը չունի որևէ գանգատ։ Դա շատ բարդ խնդիր է։ Դա է պատճառը, որ ամբողջ աշխարհը նաեւ հոկտեմբեր ամիսը համարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, զգաստության զգոնության ամիս, դա նաև մեր հանրապետությունում է կիրառվում եւ մեր կենտրոնում կոնկրետ այս հոկտեմբեր ամսվա ողջ ընթացքում մենք անցկացրել ենք հետազոտություններ ավելի քան 1500 կրծքագեղձի հետազոտություն 25% զեղչ ծրագրով եւ շտապեմ ասել, որ սիրելի կանայք, եթե հասցնեք հեռախոսահամարով գրանցվել մինչեւ հոկտեմբերի վերջին օրը, դուք կարող եք զեղչով անցնել հետազոտություն նաև նոյեմբեր ամսվա ընթացքում։ Իսկ այդ Ներիր Սերգեյ 1500 հետազոտություններից քանի դրական ու բացասական արդյունք ունենք։ Ուրեմն ֆիքսված, այսինքն մենք ախտորոշման մեջ ունենք մի քանի այսպես տարբերակներ, ունենք հստակ քաղցկեղ ախտորոշում, որը շուրջ 70 դեպքում է գրանցված, բայց դրանցից երևի 20-ի դեպքում է, որ ունենք խորացված, այսինքն բարձի թողի վիճակներ, մնացածը դրանք վաղ քաղցկեղի դեպքեր են եւ շտապ եմ ուրախացնել, որ շուրջ 100 եւ ավելի դեպք մենք ունենք գրանցված նախաքաղցկեղային վիճակներ,
որոնք պահանջում են ընդամենը փոքրիկ միջամտություն, առանց որևէ քիմիոթերապիա եւ ճառագայթային Այսինքն այդ 1000-ի մեջ, 1500-ի մեջ նախաքաղցկեղային, երբ ասում ենք, սա վերջնականապես բուժվում է, թե դեռ կա հնարավորություն ռիսկ, որ կյանքի ընթացքում կարող է զարգանալ եւ այլն, ու ամեն տարի դու պիտի այդ ռիսկին դիմես ու նորից ստուգվես եւ այլն։ Ընդհանրապես քաղցկեղի ռիսկը չի վերանում, եթե անգամ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կինը բուժված է։ Այսինքն կինը անկախ ամեն ինչից ունի հիվանդություն, ունի կրծքագեղձի քաղցկեղ, նախաքաղցկեղ է բուժել, թե պարզապես լիարժեք առողջ կինը պարտավոր է գիտակցել, որ անհրաժեշտ է տարին մեկ անգամ այցելել մասնագետի եւ անցնել կրծքագեղձի հետազոտություն։ Սա ուղղակի հստակ ֆիքսված փաստ է այսօր, որ ամենամյա հետազոտությունը, իսկ հետազոտության տեսակը կլինի դա սոնոգրաֆիա, թե մամոգրաֆիա, որոշվում է արդեն ելնելով տարիքից, ելնելով գենետիկ նախատրամադրվածությունից, անցկացվում է հետազոտությունը, ինչու՞մ է խնդիրը ամենամյա հետազոտության։ Կրծքագեղձի քաղցկեղը չի առաջանում միանգամից։ Զարգացման համար։ Ինչքան է պետք այդ կարանտինը ինչքան է իր, հա, այդ զարգացման։ Քաղցկեղի տեսակները բազմաթիվ են եւ հիմնականում պետք են տարիներ, բայց ունենում ենք նաեւ ագրեսիվ, կայծակնային տարբերակ, երբ 6 ամիս առաջ հետազոտության ֆիքսված փաստը կա կրծքագեղձը լիարժեք առողջ եւ 6 ամիս հետո մենք գործ ունենք արդեն քաղցկեղի հետ։ Այդ դեպքերը իհարկե բացառիկ են, բայց հիմնականում կրծքագեղձը քաղցկեղ ձևավորվում է տարիների ընթացքում, ուստի ամենամյա հետազոտությունների ընթացքում, իսկ այսօրվա մեր թվային սարքավորումը այդ շերտագրմամբ հնարավորություն է տալիս մեզ դիտարկել ծավալային եւ շերտ առ շերտ։ Մենք հնարավորություն ունենք միլիմետր առ միլիմետր զննելու այսօր կրծքագեղձը եւ ամենաչնչին փոփոխությունը հնարավոր է ֆիքսել։ Դեռ նախաքաղցկեղային սաղմնային վիճակը հնարավոր է ֆիքսել եւ այդ տարեկան հետազոտությունների դինամիկան, որովհետև սարքը հնարավորություն է տալիս դա դիտարկել։ Մենք կարողանում ենք ֆիքսել եւ արդեն հայտնաբերել զարգացող process-ը, ոչ թե զարգացած վիճակը։ Տիկին Հակոբյան, անկախ նրանից, որ մենք բազմաթիվ անգամներ եթերներից ու բոլոր արկները օգտագործում ենք, որ ժողովրդին միշտ ասենք, որ գնացեք, հետազոտվեք, թեկուզ տարին մեկ անգամ, եթե ոչ 6 ամիսը մեկ անգամ, միևնույն է, գիտենք, որ հայերը չգիտես ինչու բժշկի գնալու ու հետազոտվելու մշակույթից դեռ մի փոքր հեռու են։ Պատճառները էական չեն այս դեպքում։ Ինչ նախանշաններ կարող են լինել, որ դա հասկանաս, որ ահազանգ է ու պիտի գնաս անպայման հետազոտվես, եթե հնարավոր է, հատկապես կրծքագեղձի դեպքում, հա, եթե փորձենք։ Կրծքագեղձի քաղցկեղի պարագայում, երբ արդեն արկա է կրծքագեղձի քաղցկեղ, կինը շոշափում է կոշտացում, զգում է մաշկի հետ քաշված, ֆիքսված վիճակ, մաշկը հաստանում է, լիմոնի կիտրոնի կեղևի համախտանիշ հասկացությունը կա, մեծացած ավշային հանգույցներ կան։ Սակայն ես չեմ ուզում խորանալ այս առումով, որովհետև այսօրվա մեր նպատակը ոչ թե ֆիքսել արկա քաղցկեղը, այլ համոզել կնոջը, որ առանց որևէ գանգատի դուք պետք է հետազոտվեք, որովհետև քաղցկեղը երբ դառնում է կլինիկորեն նկատելի, այսինքն երբ կինը շոշափում է քաղցկեղը, դա արդեն քաղցկեղի զարգացած վիճակ է, իսկ նախաքաղցկեղային վիճակը եւ վաղ քաղցկեղը հայտնաբերվում է միայն մամոգրաֆիկ, նույնիսկ սոնոգրաֆիան բավարար չէ հայտնաբերել։ Ես մի հատ հարց կտամ, որ բոլոր հերոսատիտողներին շատ հետաքրքրում, ինչքան արժի այդ հետազոտությունը։ Այցը մի հատ 10, 20, ինչքան։ Ուրեմն թվային մամոգրաֆիան զուգակցված կրծքագեղձի հետազոտության հետ արժե 20000 դրամ։ 20000 դրամ։ Միայն կրծքագեղձի սոնոգրաֆիան արժե 10000 դրամ։ Իսկ հոկտեմբեր ամսվա ընթացքում մենք ունեցանք 25% զեղչով կատարվող հետազոտություն։ Գիտեք ինչն է ինձ դա տվել դեպքում հարց չի կարելի ասել, ելույթ է դուք մեզ ասենք այս իշխանական ստրուկտուրաները բռնաբարում են տարիներ շարունակ ապայով, ցեխաս մոտոր, չգիտեմ, զանազան, այսպես ասած, տուգանումներ եւ այլն եւ մենք մեր ողորմելի աշխատավարձը կեսը նվիրում ենք բյուջեին։ Արդյոք հնարավոր չէ մի համակարգ ստեղծել այս չարիքների դեմ պայքարելու դեմ, մանավանդ որ ամբողջ օր խոսում եք դե կինը մայրը, մայր հայրենիքը, բան եւ այլն, ասենք դա է ձեր արժեքը երևի թե միգուցե կնոջը մի քիչ ավելի այսպես ուշադրություն դարձեք, դե չնայածում եմ ասում։ Բայց այժմ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ունի սոցփաթեթներ հասկացությունը, որի շրջանակներում կանայք որոշակի խումբ անցնում է սոնոգրաֆիկ հետազոտություն։ Զեղչերով Չէ, սոցփաթեթի շրջանակներում իրենք հետազոտվում են անվճար պոլիկլինիկական ծառայություններում, իսկ ապահովագրական ծառայություններ եւս այժմ
աշխատում են եւ լի ապահովում են նաեւ կրծքագեղձի հետազոտություն։ Գիտեք, սա պետական ծրագիր է պետ աշխատողների համար, ովքեր որ ունեն սոցփաթեթի հնարավորություն։ Մենք պետական աշխատողներ ընդհանրապես 600,000 հոգի, եթե չեմ սխալվում։ Բայց օրինակ մարզում կամ գյուղում ապրող միլիոնավոր մարդիկ չի օգտվում դրանից, ինչպես կարող են նա տրամադրել այդ գումարն ինքն իրեն, այլ ոչ թե երեխաներին ու գալ հետազոտվել։ Սա մի փոքր կարծում եմ։ Մենք ամիսը մի քանի անգամ հեռակաշրջաններ այց ենք ունենում լիարժեք անվճար սոնոգրաֆիկ հետազոտություն, վերջերս մեր բժշկական խումբը վերադարձավ Ղարաբաղից, Մեղրիում ենք եղել, Գյումրիում ենք լինում, այսինքն չկա մի շրջան Հայաստանում, որ մենք եղած չլինենք, կապվում ենք տեղի առողջապահության ներկայացուցիչների հետ, հավաքագրում են այցելուներին եւ մենք լիարժեք անվճար հետազոտություն ենք անցկացնում։ Ընդ որում, բացի կրծքագեղձի հետազոտությունից, չմոռանամ ասել, որ անցկացնում ենք նաեւ Վահանաձև գեղձի սոնոգրաֆիկ հետազոտություն, իսկ այսօր Վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքերը եւս բավական շատ են, եւ քանի որ կրծքագեղձը ինքը անկախ օրգան չէ եւ փոխկապակցված է մյուս հորմոնալ համակարգի հետ, մենք հաճախ հետազոտում ենք նաեւ Վահանաձև գեղձը եւ ցավոք սրտի գրանցում ենք քաղցկեղի դեպքեր նաեւ Վահանաձև գեղձում երիտասարդ տարիքի անհատների մոտ։ Որ մարզում է ավելի շատ, այսպես ունենք որևէ վիճակագրություն որոշակի։ Քիչ չեն դեպքերը Գյումրիում, քիչ չեն Գեղարքունիքի մարզում, Լորվա մարզը, այսինքն դեպքերը նույնն են։ Չեմ կոնկրետ ինչ-որ հատուկ աշխատանք չի տարվել, եթե տարվի ինչ-որ համակարգային աշխատանք գուցե հստակ թվեր, բայց ես չեմ ուզում այսպես ոչ հստակ ինֆորմացիա տրամադրել։ Տիկին Հակոբյան, մենք անդադար խոսում ենք կանանց մոտ նկատվող կրծքագեղձի քաղցկեղի մասին, այս խնդրի մասին ենք խոսում, բայց չէ որ եթե չեմ սխալվում, տղամարդկանց մոտ էլ կարող է այս խնդիրը լինել եւ խնդրեմ որ մի փոքր մանրամասնեք, որպեսզի ավելի մատչելի լինի հեռուստադիտողին։ Ուրեմն տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղ հանդիպում է, բայց շտապ եմ հանգստացնել մեր տղամարդկանց, որ 100 անգամ ավելի պակաս քան կանանց շրջանում։ Պարզապես յուրահատկությունը նրանում է, որ այն հայտնաբերվում է ուշ փուլում, որովհետև ոչ բուժ աշխատողը եւ ոչ էլ տղամարդը ինքը կարող է ենթադրել, որ կրծքում կարող է զարգանալ քաղցկեղ։ Ուստի դիմում են արդեն բավականին բարձիթողի վիճակում։ Բայց կրծքագեղձի քաղցկեղի դեպքեր կոնկրետ մեր կենտրոնի տվյալներով մենք ունենք 60-ին հասնող քաղցկեղի դեպքեր, հիմնականում գրանցվում են 60 տարեկանից բարձր տղամարդկանց շրջանում, բայց վերջերս ունեցել ենք նաև երիտասարդ 30 տարեկան քաղցկեղի դեպք տղամարդու մոտ։ Մտահոգիչ է իհարկե այս ամբողջ վիճակագրությունը, մանավանդ որ ասացիք, որ ամբողջ վիճակագրությունը չունեք, դե դա ձեր բանն էլ չի, հա, ոնց որ ձեր գործն էլ չի, որ ասենք ամբողջ հանրապետությունով վիճակագրություն անցկացնեք։ Ես կասեմ, պատկան մարմինները ավելի լուրջ կվերաբերվեն այս խնդրին եւ մենք կունենանք առողջ մայրեր, առողջ կանանց։ Սիրելի կանայք, հոկտեմբեր ամիսը, այո, կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս է, եկեք այս վերջին մի քանի օրն էլ օգտագործենք նրա համար, որպեսզի վստահ լինենք, որ չունենք նմանատիպ խնդիր կամ եթե ունենք այն փոքր է եւ կլուծվի ու կբուժվենք։ Սա շատ կարեւոր է եւ ուզում եմ բոլորին խնդրել հորդորել, որպեսզի բարձիթողի չթողնեն, առողջության հետ խաղ չեն անում։ Եվս մեկ անգամ ուզում եմ հիշել, որ մի քանի տասնյակ միլիարդ, այսպես ասած, դրամ բանի գնում է, ասենք, բյուջե եւ չգիտեմ էլ որտեղ մեր, այսպես ասած, ճանապարհային խախտումների արդյունքում, հա, լավ կլիներ իհարկե, որ այդ փողերի մի մասը գնար մեր առողջությանը։ Եվ հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու դոցենտ Անի Հակոբյանը, ձեզ անչափ շնորհակալություն շատ հետաքրքիր ու ինֆորմատիվ զրույցի համար, մաղթում ենք առողջ հինվանդներ, թող եթե իհարկե դա հնարավոր է, թող որ 100-ից 100-ը գան ու ապարդեն, որ առողջ են ու գնան, դուք էլ երջանիկ դրանից գնաք։ Այս կանխարգելման, միայն կանխարգելման, սիրելի կանայք, առողջ եկինը առողջ գեղեցիկ եկինը, ուստի նպատակադրված եկեք հետազոտության եւ գրանցեք, որ դուք առողջ եք։ Անչափ շնորհակալություն, մեզ բոլորիս առողջություն ենք մաղթում եւ ընդմիջում եթերը կոմերցիոն դադարով։
Բասկամարտի վարպետներից մեկը Ջեք Հենդին մի առիթով ասել է ինձ համար բոքսը բալետ է։ Միակ տարբերությունն այն է, որ ռինգում չկա խորեոգրաֆիա եւ երաժշտություն, իսկ երկու պարողները չգիտես ինչու ծեծում են միմյանց։ Ես չեմ հասկանում, թե ինչ Ընդհանրություն կա բալետ զուգահեռ կարելի է անցկացնել։ Մեկ այլ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ այդ սպորտաձևը համեմատել է ջազի հետ, նշելով, որ որքան այն լավն է, այնքան ավելի քիչ է գնահատվում։ Բոքսը պաշտոնապես սպորտաձև են կոչել 1719 թվականին Անգլիայում, իսկ առաջին չեմպիոնը դարձել է Ջեյմս Ֆիգը։ 1841 թվականին հանձնվել է առաջին չեմպիոնի գոտին, որը ստացել է անգլիացի բռնցքամարտիկ Բենջամին Կոունտը։ Հնագույն սպորտաձևերից է նաև բասկամարտը, որը պաշտոնապես վերականգնվել է 1960-ականներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Թեպետ այն օլիմպիական մարզաձև չէ, բայց մրցաշարեր պարբերաբար անցկացվում են աշխարհի շատ երկրներում։ Բասկամարտի աշխարհի չեմպիոնին է նվիրված մեր հաջորդ տեսանյութը, որը հաճույքով ձեզ տրամադրում ենք։ Աշխարհի չեմպիոններ ծնվում են նաև այստեղ, ոչ այդքան լուսավոր ու բարեկարգ դահլիճներում, բայց դա լրիվ ուրիշ պատմություն է, իսկ այսօրվա մեր հերոսները բասկամարտի աշխարհի առաջնությունից 7 մեդալ բերած չեմպիոններն են, 4 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ։ Հայերը միշտ ուժեղ են եղել այդ սպորտում, հիմա նալով ավելի է զարգանում։ Մեր 45 երկիր էր ընդհանուր ներկայացված անցած աշխարհակցության, հիմա այս տարի 70 երկիր է ներկայացված, որը 60 եկավ։ Հուսով ենք, որ այս քանի վաղտեր կմտնի օլիմպիադա, մենք դուրս ստացվում։ Բասկի ուժը չափողներին այս տարի ընդունում էր Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքը, ձախ ձեռքով անցկացված 7 մարտ եւ եզրափակիչ հաղթանակ Ղազախստանցու հետ պայքարում։ Մեր չեմպիոններից Վրեժ Ցետրակյանն այս տարի հավասարը չուներ ոչ միայն աշխարհի, այլև Եվրոպայի առաջնությունում։ Ոսկին սպասում էր Վրեժին նաեւ աջ ձեռքով մրցելիս, եթե իհարկե չլիներ վնասվածքը։ Հա, ես այդ պայն ձախ ձեռքով կպնելու ոնց որ վնասված ստացա, աչքս էլ չկարացա շարունակել, շտակում էի, պայտակ ոնց որ ասեցի հրաժարվում եմ սպորտի բանից, չեմ մասնակցում, եկել գլուխս թեքեցի, տեսա լուքա, ասի չէ լավ, ուրեմն դե մասնակցեմ։ Մասնակցեցի կերեցի, բայց ասի չեմ շարունակում, չկարացա շարունակել։ Շարունիր, գո։ Օլիմպիական խաղերի ցանկում դեռևս չներառված բասկամարտն իրականում միայն ամուր մկաններ չէ, որ պահանջում է։ Շատ կարևոր է մեկնարկային արագությունն ու իհարկե տարբեր հնարքներ գործի դնելը։ Եթե թարգմանես անգլերենից, մի քիչ հնչի այսպես, վերևից պտտացնել, էլի։ Փորձեք, հա։ Այսինքն հիմնական նպատակն է մարզիկի հարձակվել մատերի հակառակորդի եւ դաստակի վրա փորձել ազդել այս ֆրազն է, դրա մեջ կոչվում է վերևից պտտացնել, իրականում կարելի է շարունակել դաստակը եւ նախաուսը։ Մեկ էլ դու փորձի վրեջ։ Չէ, վերևից, Նայում ես հեշտ է թվում, բայց ինքը հեշտ սպորտ չի, ինքը շատ դժվար նրբություններ ունի մեջը, որ հատված ինչքան ուզում ես ուժեղ եղի, եթե պահը եկավ, որ պետք է մասնակցես մրցումների բան, մի հատ սխալ շարժում ես անում, մի հատ վնասվածքը հաստատ լինում է, որտեղ դրա համար պետք է շատ մանրակրկիտ սաղ ջլերը, ոնց որ պետք է ուժեղացնես։ Ես ականատես եմ եղել անցած տարի Մալայզիայում աշխարհի առաջնության վաղ, եթե չեմ սխալվում, Ղազախ մարզիկը, եկե ռուսաստանցին իրար հետ պայքարեցին 10 քանի րոպեեր։ Ես առաջին անգամ այդպիսի երկար բասկամարտի ականատես եղա։ Ինչպես մյուս սպորտաձևերում, բասկամարտում եւս կան մի շարք չի կարելիներ։ Չի կարելի կտրել արմունկը բարձից, չի կարելի, ցույց տուր։ Այսինքն պատժվում է մարզիկը զգուշացումով, երկու զգուշացումը դա արդեն պարտություն է։ Չի կարելի, երբ որ դաստակը դիպչում է ուսից, մրցավարը կկանգնացնի եւ զգուշացում կհայտարարի։ Չի կարելի մարմնով անցնել մեջտեղի գիծը, չի կարելի բաց թողել այս բռնակը, չի կարելի երկու ոտով կտրվել գետնից։ Այսինքն նույնիսկ կարա բասկամարտողը ցույց տուր վրեժ, ոտը հենի սեղանի ոտքին։ Սա թույլատրելի է եւ շատ բասկամարտիկներ օգտագործում են այդ ոճը։
Ահա այսպես շաբաթական մի քանի օր այստեղ մարզվում են իրական չեմպիոնները։ Իդեպ 7-ը Հայաստանի բասկամարտի ֆեդերացիայի տղաների համար հաջողակտիվ է։ Ոչ միայն այս տարվա աշխարհի, այլև Եվրոպայի առաջնությունից են 7 մեդալով վերադարձել։ Բայց իհարկե դեմ չէին լինի, եթե իրենց հաջողակտիվը փոխվեր ու փոխվեր նաև ոսկե մեդալների թիվը։ Իսկ հաջորդ թիվ հայ բասկամարտիկներին սպասում է Եվրոպայի առաջնությունը հաջորդ տարի մայիսին։ Նարի Մովսիսյան, Արտակ Մարտիրոսյան, Առավոտը շանթում։ Եվս մեկ անգամ հիշեցենք մեր գործընկերոջը։ Մեր հաղորդման հովանավորն է Դելտա կլինիկ բժշկական կենտրոնը, որտեղ ձեզ սպասվում են հաճելի անակնկալներ զանազան ակցիաների տեսքով։ Այցելեք Դելտա կլինիկ եւ կատարեք 4 դեսոնոգրաֆիա, սրտի էխոկարդիոգրամը զեղչված գներով, իսկ վահանաձև գեղձի եւ ճիճվակրության հետազոտությունը կատարեք անվճար։ Ուշադրություն, մինչև նոյեմբերի 10-ը բոլոր օրգան համակարգերի համակարգչային ֆունկցիոնալ հետազոտությունը կատարվում է անվճար առանց տարիքային սահմանափակման։ Դելտա կլինիկը կոնկրետից պահպանել եւ վերականգնել առողջությունը։ Զանգարեք 500-560 եւ բուժվեք։ Եվ բուժվեք, իսկ եթերը շարունակում է օրվա դեղատոմսը իր ժողովրդական բաղադրատոմսերով։ Չինացիների համար այն նույնիսկ փոխարինում է հացին, իսկ մեր հայերի սննդակարգում հատկապես վերջին ժամանակաշրջանում սկսել է բավական մեծ տեղ զբաղեցնել։ Խոսքը բրինձի մասին է, որի օգտակար կողմերը այսօր բացահայտելու ենք Մարիամ Վահանյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Վահանյան։ Բարև ձեզ։ Բրինձը ևս ունի շատ տեսակներ՝ կլոր, երկար, տարբեր գույների, սպիտակ, դեղնավուն, կա հատուկ շիլայի բրինձ, կա ճաշի բրինձ, նախատեսված, փլավի բրինձ, բրինձները տարբեր են։ Օգտակարությունն էլ է տարբեր։ Չափից ավելի շատ օգտակար սնունդ է համարվում։ Իհարկե սպիտակուցները նրա մեջ կազմում է 70-80%, չափից ավելի կալորիականություն ունի։ Իհարկե, չնայած այս բարձր կալորիականությանը, այն չափից ավելի լավ է մարսվում աղեստամոքսային տրակտի կողմից եւ նույնիսկ անգամ եթե ինֆեկցիոն հիվանդություններ են, ապա անպայման խորհուրդ են տալիս, որ օգտագործել բրինձ, որպեսզի աղեստամոքսային տրակտը կարգավորեն, որպեսզի օրգանիզմի համար շատ բարերար ազդեցություն ունենա։ Դրա համար է, որ չինացիները հատկապես այդքան սիրելով Չինաստանում շատ ավելի են օգտագործում բրինձ, քան մնացած երկրներում եւ նույնիսկ այդքան գնահատելով բրինձը, իրենք ունեն տարվա մեջ 1 տոն նվիրված բրինձին։ Իհարկե բրինձ կարելի ասել յուրաքանչյուրին անհրաժեշտ, հատկապես կերակրող մայրերին, որտեղ բարձրացնում է կաթնարտադրությունը եւ նույնիսկ այն երեխաները, որոնք արդեն կաթ չեն ուտում կամ կաթը քիչ է կամ պետք է փոխարինել սնունդով, ապա այդ ժամանակ նույնպես խորհուրդ են տալիս բրինձի կաշաներ շիլանել օգտագործել։ Ճիշտ է, որ բրինձը պնդացնում է փոր։ Իհարկե, եթե փորլուծություն է բավականին արտահայտված, անպայման յուրաքանչյուրին խորհուրդ են տալիս բրինձի շիլաներ ուտել, որովհետև այն կրախմալը բավականին շատ է, այն բարերար ազդելով աղեստամոքսային տրակտի վրա կանգնեցնում է փորլուծությունը եւ չի թողնում խնդիրներ առաջանա անգամ ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում։ Բացի այդ, քանի որ ի տարբերություն եգիպտացորենի եւ կարտոֆիլի, նրա մեջ ալյուրի մեջ կրախմալը բավականին քիչ է, բրինձի մեջ քիչ է, դրա համար հաճախ որ փոքրիկ բալիկներին, որպեսզի չկարմրի մարմնի մասերը որոշ նուրբ մասերին քսում են ալյուր կրախմալի տեսքով, որպեսզի երեխայի մաշկի վիճակը նորմալացնեն։ Բացի այդ, հաճախ ենք մենք օգտագործում, եթե կա խնդիր, եթե ուզում ենք աղեստամոքսային տրակտի վրա բարերար լինի, եթե ուզում ենք դիետաներ, ապա բրինձի դիետաներ եւ նույնիսկ եթե հետօպերացիոն կամ նախաօպերացիոն շրջանում, որ ասում են թեթև նորմալ սնունդ, որ աղեստամոքսը չխանգարվի, չգրգռվի, բարերար լինի, անպայման խորհուրդ ենք տալիս բրինձ։ Իհարկե, հենց այսպես այն տտվող համ ունի, բայց երբ եփում ենք, այն օրգանիզմի համար շատ առողջարար է, կալորիականությունը բարձր լինելով պետք է զգուշանալ դրանից։ Բայց գիրացնող եք բրինձը։
Իհարկե 100 գրամի մեջ 300 կալորիա է, 320, չափից ավելի գիրացնող է, իհարկե պետք է կարողանալ օգտագործել այնքան եւ ոչ հաճախ, քան անհրաժեշտ է, որովհետեւ եւ չօգտագործել գոնե հաց։ Իհարկե պետք է կալորիականությունը շատ բարձր, բայց կա բրինձի դիետա, որը շատ անհրաժեշտ է, շատ հրաշալի է ազդում մարդու վրա։ Երբ ուզում են Չինաստանում նիհարել, իհարկե նրանք դիետայի չեն նստեցնում իրենց երեխաներին, եթե հասնում են մինչև 13-14 տարեկան, 12 տարեկան, երբ սկսում է արդեն կազմավորվել օրգանիզմը, այդ ժամանակ արդեն թե աղջիկ, թե տղա իրենք նստեցնում են հենց ուղղակի բրինձի դիետայի վրա, առանց աղ, ուտելով բրինձ կարգավորում են եւ ճնշումը, եւ օրգանիզմի այտուցվածությունն է վերանում, նյութափոխանակությունն է կարգավորում, այնպես որ կարելի է յուրաքանչյուր անգամ մեկ ընդմերդ յուրաքանչյուր մարդ, եթե տանն է կամ աշխատանքի տեղը, հնարավոր է, սրանք հեշտ պայմաններ են, որ կարելի է անել եւ օրգանիզմը մաքրել, օրգանիզմի տևողությունը կյանքի երկարացնել։ Եթե մենք խնամում ենք լավ օրգանիզմ, ուրեմն ունենում ենք առողջ օրգանիզմ։ Իսկ եթե չէ, ուրեմն ունենում ենք այն, ինչ ունենում ենք։ Շնորհակալություն, այսօր մենք խոսում էինք բրինձով ճիշտ սնվելու մշակույթի մասին, եթե բաց թողեցիք, կարող եք մեզ գտնել նաև Ժանթի պաշտոնական կայքեջում, իսկ ձեզ հետաքրքրող կամ հուզող հարցերը ուղարկել մեզ ստորև նշվող հասցեներով։ Անի հետ նոր քննարկում ենք, թե ով պետք է հայտարարի գովազդը, ես այդ առաքելությունը վերցեցի իմ վրա, գովազդ մեր եթերում, ծանր գործ է, գովազդ։ Կոմերցիոն դադար մեր եթերում, մի բան չասես, խայտարակ եղանք։ Հետաքրքիր փաստ է երաժիշտների մասին, կասես։ Այո, կասեմ, երբ Բոբ Մարլին ծնվեց, նրա հայրը 50 տարեկան էր, իսկ մայրը 19։ Փոքր տարիքում Բոբը վախեցնում էր մարդկանց, նա կարողանում էր գուշակել բոլորի ապագան, նայելով նրանց ձեռքի ափի մեջ։ 7 տարեկան հասակում Մարլին նաև գուշակում է իր սեփական ապագան, նա պետք է դառնար անվանի երաժիշտ։ Այդ օրվանից սկսած Բոբը դադարում է գուշակություններ անել եւ ամբողջովին իրեն նվիրում է երաժշտությանը, արդյունքը բոլորիս համար պարզ է։ Այդքան ես է ծխեի, ես է կլնեի։ Այժմ կպատմենք ապագա տեսնելու օժտվածությամբ ծնված ամենահայտնի մարդկանցից մեկի մասին, Վանգայի մասին։ Ֆենոմեն էջը մեզ կօգնի այդ գործում։ Գնացինք։ Բարդ ճակատագիր, անսովոր ունակություններ, համաշխարհային ճանաչում։ Ողջ աշխարհից նրա շուրջը հավաքվող մարդիկ, առասպելների հսկա մի շարք, ճշտի եւ հորինվածքի բախում։ Կուրություն, որ տեսնում էր ավելին, քան պետք էր։ Վանգա։ 1911 թվական Բուլղարիա հունվարի 31 ծննդաբերությունը ծանր էր, երեխան կարող էր չապրել, պետք էր փրկել գոնե մորը, իսկ երեխան շատ թույլ էր։ Մտածում էին աղջիկը չի լուսացնի, բայց նա լուսացրեց եւ այդ օրը եւ հաջորդող օրերը։ Ըստ բուլղարական ավանդույթի երեխային չեն անվանակոչում, քանի դեռ նա լիովին առողջ չէ։ Իսկ նորածին աղջիկը թեպետ ապրում էր, բայց դեռ մահվան դեմ կռիվ էր տալիս։ Այդպես մոտ 2 ամիս եւ աղջիկը անվանակոչվեց միայն մարտի 24-ին։ Վանգելիա Պանդևա Դիմիտրովա, թարգմանաբար Վանգելիա նշանակում է բարի լուր բերած։ Թուլակազմ եւ ինքնամփոփ Վանգան ընդամենը 3 տարեկան էր, երբ մահացավ մայրը։ Շատ չէր անցել, երբ հայրը կրկին ամուսնացավ, սակայն խորտ մայրն այնքան էլ լավ չէր վերաբերվում աղջկան։ Ինչքան դժվար գործ կար, փոքրիկ աղջնակի ուսերին էր։ Նոր ամուսնությունից Վանգայի հայրը եւս 3 երեխա ունեցավ, 2 տղա եւ 1 աղջիկ։ Նրանց խնամքով եւս զբաղվում էր Վանգելիան։ Տնային հոգսերով ծանրաբեռնված աղջկա մանկության ամենասիրելի խաղն էլ պահմտոցին էր։ Մյուս երեխաները թաքնվում էին, իսկ ինքը կապված աչքերով փնտրում էր նրանց։ Ինչ իմանար, որ 1 տարի էլ չանցած այդ խաղը պետք է դառնար կենսակերպ, իսկ դառնալու վարկածները տարբեր են։
Վանգայի կուրության ամենատարածված վարկածի պատճառը փոթորիկն է, որը բարձրացրել է Վանգելիային ու շպրտել հեռու անտառի մեջ։ Փոքրիկին գտել էին միայն երեկոյան, աչքերի մեջ ավազ լցված։ Տեղի բժիշկները խորհուրդ էին տվել անհապաղ վիրահատել։ Ուժեղ քամի փչեց, ինձ բարձրացրեց վերև եւ ես կորցրեցի գիտակցությունս։ Ինձ գտավ քույրս, դրեց էշի վրա ու տարավ անտառներով, լեռներով։ Ճանապարհին հանդիպեց երիտասարդ հովիվ, ով ասաց, թե տեսել է ինչպես է բարձր քարից ընկել մի աղջիկ ու աչքերից արյուն է գնացել։ Դա շատ վաղուց էր ու երբ կրկին հիշում եմ, ցավ եմ զգում, ցավում է, չեմ ուզում խոսել։ Հետագայում Վանգան միշտ այս պատմությունն էր պատմում իր կուրանալու մասին։ Վանգայի կուրության մյուս վարկածը բուլղարացի լրագրող Սվետոսլավա Տոդորկայինն է, ով զբաղվում էր Վանգայի կենսագրության ուսումնասիրությամբ։ Ըստ նրա, այդ ժամանակներում Բուլղարիայում եւ ոչ մի ուժեղ քամի կամ մրրիկ չի եղել։ 1923 թվականին Մակեդոնիայի Ստրումիցայում ոստիկանությունում կար հայտարարություն տեղի բնակիչների կողմից, որտեղ նշված էր, որ գյուղի ծայրամասում անգիտակից աղջիկ են գտել։ Քննությունը հաստատել էր, որ աղջկան բռնաբարել էին, հետո հանել աչքերը։ Կար նաեւ որոշ վկաների ցուցմունք, ըստ որի որոշ մարդիկ տեսել էին, թե ինչպես մի տղամարդ տարել էր երեխային։ Փաստերը համադրելով լրագրողը առաջ է քաշում նոր վարկածը՝ 12 տարեկան այդ աղջիկը Վանգան է եղել։ Դա հաստատում է նաև Վանգայի աչքերի հետագա բժշկական ուսումնասիրությունը, ըստ որի Վանգան չուներ նույնիսկ ակնախնձոր, փաստ, որ հերքում է ավազից կուրանալու վարկածը։ Այնուամենայնիվ, ինչն էլ լիներ կուրության պատճառը, աղջկան պետք էր բժշկական օգնություն։ Հայրը ամեն ինչ անում էր, անում էին նաև հարևանները։ Հավաքվեց գումար, սակայն ոչ բավարար։ Իդեպ, չարլեզուներն ասում են, որ այդ գումարները հայրը ծախսեց խմիչքի վրա եւ երեխային բժշկի տանելու փոխարեն տարավ ինտերնատ, որտեղ կույր աղջիկը կկարողանար սովորել կարդալ, գրել ու կենցաղավարել։ Կույրերի համար նախատեսված տուն-ինտերնատում Վանգան ապրեց 3 տարի։ Նա լավ էր սովորում, ենթարկվող էր ու խելացի։ Սովորեց գործել ու մինչ այսօր էլ իր տանը պահպանվել են դեռևս ինտերնատում գործած իրերը։ Ինտերնատում աղջիկն իրեն լավ էր զգում, կար խնամ, հոգատարություն, ընկերներ։ Իդեպ, հենց այստեղ աղջիկը նաև սովորեց սիրել։ Տղան իր համադասարանցին էր, Դմիտրը, կրկին կույր։ Վանգան նույնիսկ որոշել էր ամուսնանալու էր, սակայն հայրը թույլ չտվեց, թեև Վանգան արդեն 18 տարեկան էր։ Հայրն ուզում էր աղջիկը վերադառնար տուն, երկրորդ կինը մահացել էր, տան հոգսերը եւ երեխաների դաստիարակությունը ինքը միայնակ գլուխ բերել չէր կարող, իսկ Վանգան կարող էր, անգամ կույր, ու անիվը պտտվեց հետ։ Աղջկա համար շատ դժվար էր բաժանվել սիրելիից, լացն ու խնդրանքները չփոխեցին հոր որոշումը, իսկ տանը նույն աղքատությունն էր, ցերեկը աշխատանք, գիշերը արցունքներ։ Հետագա 10 տարիները Վանգայի կյանքում դարձան ամենադժվարը։ Նա անընդհատ կարեր անում, բայց գումարը միևնույնն է, քիչ էր։ Վանգան նաև հիվանդագին մաքրասեր էր, չէր հանդուրժում, երբ ինչ-որ բան թափթփված էր։ Նա նաև լավ եփում էր ու առհասարակ խոհանոցը շատ էր սիրում։ Հոգսերը շատ, աշխատանքը ծանր, աղքատությունը ճնշող։ Այդպես երկար չէր կարող տևել։ Վանգան հայտնվեց անկողնում։ Ոչ ոք չէր հավատում, որ նա կապրի, բայց մի գեղեցիկ օր նա ինքնուրույն վեր կացավ տեղից։ Վանգայի գերբնական հատկությունները սկսել էին աստիճանաբար ի հայր գալ։ Մի անգամ նա հստակ նկարագրում է այն բակը, որտեղ գողերը թաքցրել էին իր հոր հոտից գողացած ոչխարը։ Բոլորը զարմացած էին, Վանգան արդարանում է։ Երազ է տեսել ու երազն է հուշել ոչխարի տեղը։ Շուտով ինքն էլ սկսեց նկատել, որ իր երազներն իրականանում են։ Սակայն աղջկա տաղանդը լիովին բացահայտվեց պատերազմի տարիներին։ Մի օր նա ասաց. «Ապրիլին պատերազմ է սկսվելու։ Մի երիտասարդ եկավ ու ասաց ինձ»։ Նրան սկզբում իհարկե չհավատացին, բայց երբ ապրիլի 6-ին գերմանական զորքը նախահարձակ եղավ, այդ օրվանից Վանգային սկսեցին պայծառատես կոչել, ու նրա տան մոտ հերթերն օր-օրի ավելի բազմամարդ էին դառնում։ Մի նախանձեք, որովհետև իմ տարած ծանրությունը հնարավոր չէ բարձրացնել։ Հանկարծահաս ու անվերջանալի թվացող պատերազմի տարիներին, երբ մարդիկ կորցրել էին ապագայի հույսը, գալիս էին Բուլղարիա,
Վանգայի մոտ։ Մարդիկ նրա մոտ էին գալիս իմանալու իրենց զինվորագրված հարազատների մասին։ Վանգան էլ գրեթե անսխալ ասում էր, թե որտեղ է տվյալ մարդը, մահացած է, թե ոչ։ Իր անհավանական կարողությունները Վանգան բացատրում էր իրեն շրջապատող թափանցիկ էակներով, որոնք իբրև նրան էին փոխանցում մարդկանց մասին ինֆորմացիան։ Իր առջև կանգնած մարդու կյանքը Վանգան ֆիլմի պես տեսնում էր, սակայն կանխել ինչ-որ բան չէր կարող։ Ուզում եք բացատրել այն, ինչ ես անում եմ։ Ինչպես է հնարավոր բացատրել, երբ դա Աստծո ձեռքի գործն է։ Իմ պարգևն Աստծուց է։ Նա կուրացրել է ինձ, բայց տվել է այլ աչքեր, որոնցով ես տեսնում եմ եւ տեսանելի եւ անտեսանելի աշխարհը։ Նա տեսնում ու գուշակում էր նաև մտերիմներին սպառնացող վտանգը։ Օրինակ, երբ Վանգայի մեծ եղբայրը պատրաստվում էր մտնել պարտիզանական ջոկատ, քույրն աղաչում էր նրան չանել դա, ասելով, որ եղբորը կսպանեն։ Բայց Վասիլը չլսեց ու մեկնեց ճակատ։ Հոկտեմբերին ընտանիքն իմացավ, որ նրան գերի են վերցրել, դաժանորեն խոշտանգել ու գնդակահարել։ Վանգան մտերիմներ չուներ եւ մինչեւ կյանքի վերջը հիշում էր միայն Լյուդմիլա Ժիվկովային, իր խոսքով իր միակ ընկերուհուն։ Լյուդմիլան Բուլղարիայի Կոմկուսի առաջին քարտուղարի դուստրն էր։ Նա հետաքրքրված էր էզոթերիկայով եւ միստիկայով։ Վանգան կանխատեսել էր նրա այցը եւ առաջին այցից սկսած նրանց հարաբերությունները սկսեցին ջերմանալ։ Լյուդմիլայի հետ մտերմությունից հետո Վանգային վերցրեցին պետական պաշտպանության ներքո։ Նաեւ տիկնապահ նշանակեցին։ Վանգայի անունն այլևս արգելված չէր տալ եւ նրան սկսեցին այցելել պետական պաշտոնյաներ։ Բարձր պաշտոնյաներ, հայտնի մարդիկ, Վանգայի այցելուների շրջանակն ընդլայնվեց։ Լյուդմիլայի եւ Վանգայի հանդիպումները հաճախանում էին, սակայն մի օր Լյուդմիլան չեկավ հանդիպմանը։ Վանգան ոչ մի կանխազգացում չուներ եւ միայն հաջորդ օրն իմացավ լուրջ վթարի մասին։ Լյուդմիլան կոմայի մեջ էր։ Վանգան արգելեց դեղեր տալ նրան, ինքն էր խնամում։ Միայն մերսում էր, արդյունքում Լյուդմիլայի վիճակը լավացավ, սակայն վնասվածքները լուրջ էին եւ 1 տարի անց նա մահացավ։ Վանգան տևական ժամանակ իրեն չէր ներում, որ չէր կարողացել տեսնել Լյուդմիլայի մահը, բայց ավելի շատ նրան տանջում էր այն միտքը, որ մահանում էին բոլոր նրանք, ում ինքը սիրում էր։ «1942 թվականին Դիմիտր Կուշտերով անունով մի զինվորական այցի եկավ կույր գուշակի մոտ, իմանալու թե ով է սպանել իր եղբորը։ Մարդասպանի անունը լսելու փոխարեն նա լսեց անսպասելի գուշակություն։ Մենք կամուսնանանք, 2 երեխա կունենանք, երջանիկ եւ երկար կապրենք։ Իդեպ երիտասարդն այդ ժամանակ արդեն պաշտոնապես նշանված էր ուրիշ աղջկա հետ։ Բացի այդ, Վանգայի ամուսնությանը ոչ ոք չէր հավատում, թեպետ նա ասում էր իր ամուսնությունը սարերի հետևում չէ։ Այդ գուշակությունից 1 շաբաթ էլ չանցած գյուղում արդեն խոսում էին, որ երիտասարդը բաժանվել է իր նշանածից եւ պատրաստվում է ամուսնանալ կույր պայծառատեսի հետ։ Աղմուկն ու սկանդալը չուշացան։ Դիմիտրը գյուղի ամենագեղեցիկ աղջկան, իր նշանածին փոխում է կույր կնոջ հետ, բայց ոչ մի բան չխանգարեց Վանգայի եւ Դիմիտրի ամուսնությանը։ Նրանք ամուսնացան, ինչպես կանխատեսել էր Վանգան։ Միասին ապրեցին 20 տարի, սակայն վերջին տարիներին ամուսինը շատ էր խմում, ինչի արդյունքում ի վերջո դարձավ հարբեցող։ Վանգան ամեն ինչ տեսնում եւ հասկանում էր, սակայն չէր կարող փոխել նրա ճակատագիրը։ Ամուսինը մերժում էր Վանգայի ցանկացած օգնություն եւ դրա համար ուներ իր պատճառները։ Տան դիմաց ամեն օր մարդաշատ հերթ էր, մշտական տեսիլքներ, անքուն գիշերներ եւ ընդամենը 1 սեռական հարաբերություն՝ ամուսնության գիշերը։ Այսպիսին էր նրանց կյանքը։ Նրանք 1 տան մեջ ապրում էին որպես հարևաններ։ Արդյունքում 2 տարի էլ չէր անցել, Դմիտրը փակվեց իր մեջ ու այլևս չէր շփվում ոչ մեկի հետ։ Դա դեռ բավական չէր, Վանգան իմանում է, որ չի կարող երեխաներ ունենալ, պատճառը մանկության տրավման էր։ Հետո գումարվեցին տեսիլքները, ամուսինը սիրուհիներ ուներ ու հաճախ էր դավաճանում։ Դա էր պատճառը, որ Վանգան դադարում է ընդունել անհավատարիմ կանանց ու անհավատարիմ ամուսինների։ 20 տարի համատեղ կյանքից հետո 37 տարեկանում Դմիտրը մահանում է։ Մինչ այդ Վանգան անընդհատ արտասվում էր, իսկ ամուսնու մահանալուց անմիջապես հետո քուն է մտնում մինչև ուղարկավորությունը։ Ես ուղեկցեցի նրան այնտեղ, որտեղ պետք էր։ Ամուսնու մահը Վանգայի համար անասելի ցավ էր։ Դրանից հետո նա խոսում էր իրեն հետապնդող անեծքի մասին եւ որոշում այլևս չգուշակել ապագան ու գնալ Մենաստան։ Սակայն ոչ մի Մենաստան Վանգային չի ընդունում, քանի որ վստահ էին, մարդիկ հանգիստ չէին տալու հայտնի պայծառատեսին։ Հետևելով իր ներքին ձայնին, Վանգան սկսում է իրեն տուն կառուցել մեկուսի մի վայրում եւ ապրում այնտեղ։ Ամեն օր աղոթում էր միայն մի բանի համար՝ երեխա ունենալ։ Վանգան համոզված էր, միայն նոր կյանքը իրեն կազատ էր անեծքից։ 40 տարեկանում կորցնելով երեխա ունենալու վերջին հույսը, Վանգան որոշում է որդեգրել։
Մի անգամ Վանգայի մոտ զույգ էր եկել, որը չէր կողմնորոշվում ունենալ երեխային, թե ոչ։ Վանգան պնդում է, որ ունենան, անունն էլ դնեն Միտկա։ Նա այդպես էր կանչում իր ամուսնուն։ Ծնվելուց հետո Վանգան որդեգրում է երեխային։ Տղայի աղքատ ծնողներն ուրախ էին, որ այդքան հայտնի կինը զբաղվելու է իրենց երեխայի դաստիարակությամբ։ Վանգան շուտով որդեգրում է նաև մի աղջիկ։ Երեխաներին որդեգրելուց հետո Վանգան հոգեկան խաղաղություն է գտնում ու սկսում է կրկին գուշակություններ անել։ Երեխաների որդեգրումը Վանգայի համար կյանքի նոր փուլ էր։ Այդ նոր փուլում Վանգային հաճախ էին տեսնում իր թիկնապահ Իվան Բլակովի հետ։ 2 մետր հասակով գեղեցկադեմ տղամարդը Վանգայի հանդեպ միայն ընկերական զգացմունքներ չուներ, թեպետ ուներ կին եւ 4 երեխա։ Այս հանգամանքները չխանգարեցին, որ Վանգան սիրահարվի։ Իվանն էլ իր հերթին այնքան խորը զգացմունքներ ուներ, որ պատրաստ էր թողնել կնոջն ու երեխաներին։ Գաղտնի հարաբերությունների լուրը բերնեբերան տարածվեց գյուղից գյուղ, սակայն մի առավոտ Վանգան արթնացավ սարսափելի լուրով։ Իվանը կախվել էր Վանգայի տան դարպասների մոտ։ Վանգան կրկին կորցրեց խաղաղությունը։ Սկսվեցին անքուն գիշերները, ամենօրյա լացը, նա կրկին խոսում էր իրեն հետապնդող անեծքի մասին։ Անեծքից ազատվելու համար որոշեց վաճառել ունեցվածքը եւ կառուցել եկեղեցի։ Սուրբ Պարսկայևի եկեղեցին աշխատում էր ամեն օր ու գիշեր եւ այն միշտ հսկում էին 2 տղամարդ։ Վանգայի կառուցած եկեղեցին այդպես էլ չոցվեց եկեղեցու կողմից, քանի որ նրանից պահանջում էին ապաշխարել ու դադարեցնել գուշակությունները, բայց Վանգան մերժեց հոգեվորականների պահանջը եւ եկեղեցին մնաց առանց ոցման։ Սիրելիի մահից հետո Վանգան նորից հիվանդացավ։ Սկզբում անտարբեր էր, խմում էր խոտաբույսերով թուրմեր, դարձավ ավելի լռակյաց ու ինքնամփոփ։ Ավելի հաճախ խոսում էր իր տիկնիկների հետ։ Վանգան ուներ տիկնիկների մեծ հավաքածու։ Վերջին տարիներին նա արդեն այցելուներ չէր ընդունում, բայց մտերիմների մոտ հաճախ էր կրկնում. Իմ մահից հետո դուք թշնամի կդառնաք, եւ դա հանուն իմ հարստության։ Վանգան մեծ կարողություն էր կուտակել եւ հնարավորինս երկար ձգձգում էր իր հիվանդանոց գնալը։ Գիտեր, որ այլևս հետ չի գալու։ Տեղափոխվեց հիվանդանոց մահանալուց 1 շաբաթ առաջ, երբ վիճակն արդեն ծայրահեղ ծանր էր։ Ուշացած կրծքի քաղցկեղ։ Ահա այսպիսին էր ախտորոշումը։ Իսկ մահանալուց մի քանի օր առաջ իր վերջին գուշակությունն արեց։ 2 տասնյակ, 200 եւ 1 սև ղեկավար, միլիոնավոր մահեր, պատերազմ կլինի եւ այն կսկսվի արաբական երկրներից մեկից։ Սկզբում ուշադրություն չեն դարձնի, իսկ հետո արդեն ուշ կլինի։ Նա գիտեր, որ մահանալու է, բայց մահից չէր վախենում։ Մահվանից հետո մարդու մարմինը փտում է, ինչպես ամեն կենդանի բան, բայց նրա մի մասնիկը, կամ եթե կուզեք այդպես անվանել, ապա հոգին չի փտում, այլ շարունակում է զարգանալ, որ հասնի ավելի բարձր աստիճանի, հենց դա է անմահությունը։ Մահը Վանգան ընդունեց ժպիտով, նա թույլ չտվեց իրեն վիրահատել։ 1996 թվականի օգոստոսի 10-ին բժիշկներն արձանագրեցին հիվանդի վիճակի լավացում։ Վանգան սկսեց խոսել մի ֆրանսիացի 10-ամյա աղջկա մասին, ով իր մեռնելու օրը պիտի կուրանար ու ստանար իր շնորհը։ Այդ աղջիկն այժմ պիտի լինի մոտ 30 տարեկան, եւ ով գիտի, գուցե մի օր լսենք նաեւ նրա անունը։ Վանգայի զարմուհու խոսքերով մահից առաջ նա հաց ու ջուր ուզեց, ապա խնդրեց, որ իրեն լողացնեն։ Հետո ասաց. «Հիմա ես պատրաստ եմ»։ Օգոստոսի 11, 1996 թվական։ Վանգայի սիրտը կանգ առավ։ Ասում են հենց այդ պահին հիվանդանոցի լույսերը հանգան։ Ուղարկավորության օրը 1 րոպեով բուլղարացիները ծնկի իջանի հարգանք մեծ պայծառատեսի։ Վանգայի գերեզմանը իր կառուցած եկեղեցու բակում է։ Մահվանից հետո կատարվեց նաև բարեկամների մասին գուշակությունը։ Վանգայի հարստությունը դարձավ կռվախնձոր ու թշնամանքի առարկա նրանց միջև։ Հոգին չի մեռնում, պարզապես վատ մարդկանց հոգիները չեն կանչվում երկինք ու չեն փոխակերպվում։ Երկիր են վերադառնում միայն լավագույն հոգիները։ Աստծո կողմից տրված պարգև, թե անձնական ողբերգություն։ Երբ շատ բան գիտես, շատ բան ես տեսնում, լսում ու զգում, երբ տեսնում ես եղբորդ, ամուսնուդ, անգամ սեփական մահդ, բայց չես կարող կանխել։ Սրա պատասխանը թերևս գիտեր միայն ինքը, 90-ականների մեծագույն պայծառատեսը Վանգան։
Իր գործունեության 55 տարում Վանգային այցելել է ավելի քան 1 միլիոն մարդ։ Նրա այցելուների շարքում էին շատ հայտնի մարդիկ, թագավորներից ու շեյխերից մինչև քաղաքական դեմքեր ու կինոաստղեր։ Նա չուներ ոչ թանկարժեք մեքենաներ, ոչ ճոխ կահավորանք, ոչ շքեղ տներ։ Ապրում էր համեստ կյանքով, վարում հասարակ կենցաղ։ Տանը եղած շքեղ իրերն էլ միայն նվերներ էին։ Նա ինքը ոչինչ չէր գնում, թեպետ բոլոր այցելուներն էլ նրան մեծ գումարներ էին տալիս։ Պաշտոնապես Վանգայի հաշվին կար մի քիչ գումար, մի պայուսակ թանկագին զարտեր և տունը, որ վերադարձվեց պետությանը։ Վանգայի հայտնի գուշակությունները շատ են, դրանցից մի քանիսն արդեն կատարվել են։ Չեխոսլովակիայի դեպքերը, 1968 թվական, Ստալինի մահը, Ջոն Քենեդիի սպանությունը և այլն։ Տեսնում եմ թվեր 5 և 3։ Այդ ժամանակ կմեռնի Ռուսաստանի ղեկավարը, որը կարողացավ հաղթել Հիտլերին։ 1953-ին մահացավ Յոսիֆ Ստալինը։ Երբ կլինի 6 և 3, ԱՄՆ-ում կլինի սուկ, սարսափելի հանցագործություն, որի մեղավորներն ու պատճառները այդպես էլ չեն բացահայտվի։ 1963 թվականին մահացավ Ջոն Քենեդին։ Ամերիկյան եղբայրները վայր կընկնեն, քանի որ նրանց կկծահարեն երկաթե թռչունները, կոռնան գայլերն ու անմեղարյուն կթափվի։ Այսպես Վանգան կանխատեսել էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը։ Վանգայի կանխատեսումներն ավելի հեռուն են գնում, եւ գուցե մենք դեռ ականատես լինենք դրանց։ Մարդկությունը կյանք կգտնի տիեզերքում ու կհրաժարվի նավթից, քանի որ կգործածվի միայն արևային էներգիան։ Նույնիսկ ինքնաթիռներն այլևս սև վառելիքի կարիքը չեն ունենա։ Կգա օրը, երբ քաղցկեղը կառնվի ամուր երկաթների մեջ։ Երրորդ համաշխարհային պատերազմ կսկսվի։ 2016 թվականին Եվրոպան կմեռնի, 2018-ին համաշխարհային նոր կայսրություն կդառնա Չինաստանը, 5079 թվականին կգա աշխարհի վերջը։ Իրնան Կրշչյանսնի, Ժաննա Չելյան, Առավոտաշանթում։ Ահա, սիրելիներս, հավատանք թե չհավատանք, ամենայն դեպս ամպրեք այսօրվա օրով, եթե այսօր մենք լիարժեք ապրենք, ապա կա հնարավորություն, որ վաղը կլինի ավելի լավը։ Սիրելի հեռուստադիտողներ, լինենք առողջ, հիշենք, որ հոկտեմբեր ամիսը քաղցկեղի, կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի օրն է, որպեսզի չունենանք նման ախտանիշ, նախօրոք գնանք, հետազոտվենք եւ ապրենք հանգիստ, խաղաղ, առանց հիվանդությունների մասին գոնե թե մտածելու։ Մնացածն էլ մեզնից կախված չէ, կանենք այն, ինչ գոնե մեզնից է կախված։ Ու հիշենք, որ ինչպես ասել է Մարլեն Դիտրիխը, բարի լինելը շատ հեշտ է։ Ընդամենը պետք է ուրիշին դատելուց առաջ պատկերացնեք ձեզ նրա դերում, հաստատ էլ չեք ուզենա ավելորդաբանել։ Պայման կհանդիպենք վաղը, այո, այսօր մնացեք բարյավ եւ առողջ։ Մինչ վաղը։